Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ, Տիկին Ադիբեկյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մենք արդեն ունենք նոր խորհրդարան, այս փուլում էլ քննարկումները շարունակում են, ընտրում են Տրեցին ազգային ժողովի նախագահ եւ փոխնախագահներ, այսօր արդեն ընտրում են հանձնաժողովի նախագահներ, հետո կընտրեն տեղականներ։ Ճիշտ ասած, առանձնապես տենց հետաքրություն չի ներկայացնում, բայց արժևում շատ ուշագրավ բաներ կան։ Նիկոլ իր աշխատանքը դեռ չի ավարտել, ինքը դրա մասին խոսեց, բացի այն, որ ինքը հատ հայտարարությամբ հանդես եկավ, շնորհավորեց հայ ժողովրդին օգոստոսի 8-ի առթիվ, շնորհավորեց նաև Ադրբեջանի ժողովրդին, որ ինքը մեզ նվիրել է խաղաղություն է բերել, այդ խաղաղության գինը, եթե կհամարեք կարող եք խոսել եւ նաեւ հիշում ենք եւ սեպտեմբերից արդեն սկսում են Սահմանադրության փոփոխության հարցը, գիտեք, որ այդ պահանջը չի շարունակում դնել եւ պնդել Ալիևը, ասում են, որ պետք է այդ փոփոխություն լինի եւ նաեւ լավ էր, քիչ առաջ դուք հիշեցրեցիք նորից, արժե դա այդ հարցներ տամ, որ հետո դուք արդեն այս 3 հարցին առանձին անդրադառնաք, բայց գուցե մի ամբողջ բանի մեջ որ մարդը ասում էր, եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ լինելու, մնացել է 20 օր, հիմա երկու բան կա, ինքը չունի, կամ լավ ձեր ռետորիկ հարցեր, մենք այդպես է վերնագրեցինք, հիմա մյուս կողմ, եթե չունի, ուրեմն պիտի պատերազմ լինի, բայց ես կարծում եմ, մենք պիտի շատ հանգիստ լինենք, ասա ինչու։ Եմ բարի մեջ շրասում, ասա ինչու կտորմու երկինքի վեն, որովհետև ինքը հաստատ 8 միլիարդի զենք եմ անարել։ Չգիտեմ, տես մարդ կա, որ հավատում ա թե չէ, այդ չեմ ասում, որ սպարապետներն այնտեղ նստած ա Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ։ Լավ, սկսենք երևի շնորհավորանքից եւ այլևս խաղաղությունից։ Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ իմ սիրելի թեզը, որ այնինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հասկացի ճիշտ հակառակը, որովհետև 18 թվականից ի վեր չի գրանցվել ոչ մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը ասել է ինչ-որ մի բան եւ չի արել ճիշտ հակառակը։ Եթե դուք ունեք փաստեր, որոնք երգում են իմ պնդումը, խնդրեմ կոմենտներում ներկայացրեք, մենք հաճույքով կընթերցենք եւ կանդրադառնանք այդ դեպքերին։ Ֆիքսում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած առոգանված խոսքը վերածվում է ճիշտ հակառակ գործողության, հետևաբար, երբ որ Նիկոլ Փաշինյանը դες խոստանում է խաղաղություն, հետևաբար սպասեք պատերազմի, առավել եւս, որ նա խոստանալով մեզ կամ սպառնալով ավելի ճիշտ կլինի, որ եթե մենք, այսինքն իրանք ԿՊԱ-կանները չստանան ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Մինչև սեպտեմբեր մնացել է 3 շաբաթ, այսինքն 3 շաբաթից սկսելու է պատերազմը, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեզ խոստացել է, ձեզ սպառնացել է։ Հետևաբար հարց, Սուրեն Պապիկյան, դու պատրաստ ես պատերազմին, դու ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ անում ես, ինչ-որ ուսիլենյաներ, ես չգիտեմ, պոստերի ամրապնդում է, զորահավաքներ են, մենք խոսքը չի գնում նրա մասին, որ ընդդիմադիր երիտասարդներին, որ բերանները փակեք 3 շաբաթով, թե 4 շաբաթով տանում եք պոստերում ցցում եք որպես բան, թիրախ, դրա մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է լուրջ զորավարժություն, Ադրբեջանը տարին մի քանի անգամ Թուրքիայի հետ համատեղ շատ լուրջ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։ Հայաստանը այս վերջի 8 տարվա ընթացքում չի անցկացրել ոչ մի հատ, ինչը նոնսենս է, դա անընդունելի է, եթե դու չես վարժում քո բանակը, հետևաբար դու այդ բանակը մերձում ես, ատրոֆիայի ես ենթարկում։ Հիմա հարց, դուք պատրաստ եք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, կանխելու կամ ճիշտ է, շատ ֆանտաստիկ բան եմ ասում, բայց հաղթելու այդ պատերազմում։ Ինչ որ աշխատանքներ տարվում են, 3 շաբաթ է մնացել։ Ես չեմ ասում են բանի թութակի ստայլի նոր բաները, ֆորմաները, դրա մասին չի խոսքը գնում, բանակը դրանով չի բանակ դառնում։ Դա առաջինն է, երկրորդ, երբ որ խոսում եք 8 միլիարդի զենք գնելու մասին, եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը ելնելով իր այդ
միստիչկովի այդ ռամիկ լինելու բնույթից չգիտի որ երբ որ ինչ-որ մի բան ասում ես այդ ամեն ինչը շատ հեշտ է ստուգել գոյություն ունի միջազգային զենքի շրջանառման կազմակերպություն որը հատ առ հատ գիտի որ երկրում ինչքան զենք կա տարվա ընթացքում ինչքան զենք են գնել ինչքան զենք են վաճառել ու այդ կայքում գետ 1 տեղեկություն չկա, առայն որ Հայաստանը, չգիտեմ, վերջի 6 տարվա ընթացքում 20 թվականից այսքոմ հաշվենք, գնել է 8 միլիարդի զենք։ Հայաստան 8 միլիարդի զենք ոչ միայն չի մտել, այլ նաև 8 միլիարդի զենքի պայմանագիր չի կնքվել։ Իսկ զենքը իր փեսու սիգարետները չի, որ կարա լևի առանց հաշվառման ուղարկի Ռուսաստան էլ այդ կանտրաբանդան հետ ուղարկի։ Զենքը լրիվ ուրիշ սիստեմով է հաշվառվում ու աշխարհում դա բավականին լուրջ հսկողության տակ է ինքը չէր կարա լևի կանտրաբանդայով Հայաստան ներմուծեր այդքան զենք հետևաբար Նիկոլ Փաշինյանը ստում է Սուրեն Պապիկյանը լռում է Ալիևը արևմտյան Ադրբեջանի թեզը արդեն գաղափարախոսական փուլից պրակտիկ հարթություն է տեղափոխել հետևաբար նրանք պատրաստվում են լավով կամ վատով էքսպանսիայի ենթարկել Հայաստանի Հանրապետության բնակավայրերը իդեպ ասած էքսպանսիա ասեցի հիշեցի այս նոր ԱԺ-ն գնում է նույն ճանապարհով, որով գնում էր 18 թվականի ԱԺ-ն։ Երբ որ 18 թվականին մենք ասում ենք, որ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, այս ախ Ժեխաստանը ամբիոնից եւ սոցցանցերով, բա ուրա, բախի չի հանձնել Արցախը։ Ես Ստեփանակերտում եմ, բա չի հանձնել Արցախը։ Արցախ ինչի ձեռ էին առնում ես, երբ որ հանձնեց Արցախը նույն տոնայնությամբ իրանք ճիշտ հակառակ թեզն էին պաշտպանում, բայց այդ ադրբեջանականներ հանձնել ենք։ Հիմա երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ 300,000 ադրբեջանցի պետքա ներխուժի Հայաստանի Հանրապետության տարած, նույն Ժեխաստանը, նույն տոնայնությամբ, նույն հաստարկներով ասում են, բա ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, ոնց որ թե չի երևում, ընկեր դա չի նշանակում, որ իրանք 300 հատ սամալյոտ են ուղարկելու։ Դա նշանակում է, որ շաբաթական 100 հոգի, ամսական 500 հոգի, տարեկան 1000 հոգի, այսինքն կամած ու 4-5 տարի հետո դու կտեսնես ոնց է քո երկիրը հեղեղվում ադրբեջանցիներով եւ պասպորտ սեղանը какой-нибудь Գեղարքունիքի մարզի իրանց սուսուփուս անձնագրեր է բաժանում արտահերթ ու հետո երբ որ ասենք բա խեյք խապել կասեն դե իրանց պատմական հողերն է մարդիկ վերադարձել են իրանց հայրենիք նույն տոնայնությամբ, նույն փաստարկներով ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Նույն ասում է, բայց 18-ին այդ քարտեզը լիներ։ Հիշեք, այն ինչ որ հնչում է ցանկացած ԿՊԱ-կանի այդ պագանի բերանից, դա 100%-անոց սուտ է, որը հետո իրանք ձեզ ապացուցելու են, որ մենք դա ի նկատի չունենք, կամ մենք այն ժամանակ սխալվում ենք, այ ճիշտ է հիմա սենց է։ Եվ վերադառնալով ամենակարևորին, երբ որ այդ պատերազմը սկսի, ես չգիտեմ սկսելու է թե չի սկսելու, բանն է, դեպս դատում ենք Նիկոլի ասածներից։ A. Հայաստանը պատրաստ է թե ոչ, B. Ստրատեգիական ծրագրում ներառված է օկուպացված տարածքները ազատելու եւ հաղթանակ տանելու, թե էլի սուսուփուս սաբոտաժի է ենթարկելու 44-օրյայի պես եւ հանձնեք մնացած մարզերը Ադրբեջանին հիմնավորելով որ մենք տկար ենք, մենք հիվանդ ենք, մենք պատմական ճշմարտությունը սա է, մենք պետք է ընդունենք փաստերը։ Այս նրա մասին է պետք մտածել։
Սահմանադրության հետ կապված ինչ են պատրաստվում անել, սահմանադրությունը, հիմա նայեք, վերադառնալով այդ սահմանադրության մեծամասնություն չունենալու պարագային Նիկոլ Փաշինյանին բնականաբար անհրաժեշտ է այդ սահմանադրական մեծամասնությունը, որովհետև հակառակ դեպքում նա չի կարողանալու նշանակի հանրաքվեն Ադրբեջանի այսօր թիվ 1 պահանջն է։ Նիկոլ Փաշինյանը գնում է երկու ճանապարհով։ Առաջին ճանապարհը ռեպրեսիայի է ենթարկում ընդդիմադիր падգամավորներին, մի հատ նստեք հաշվեք, քանի հոգու վրա հենց հիմա, հենց այսօր կա քրեական հետապնդում։ Ելնելով խախտելով բոլոր հնարավոր օրենքները, բոլոր ընդդիմադիր падգամավորները զրկված են անձեռնմխելիությունից, իդեպ ասած ոչ մի ՔՊ-ական падգամավոր զրկված չի, բայց նրանք են շատ լուրջ սահմանադրական խախտումներ, քրեական օրենսգրքի հոդվածներ խախտում, բայց դրա մասին չի խոսքը գնում։ Այսինքն գնում են ռեպրեսիաներ, այսինքն առավել ակտիվ եւ մոտիվացված հականիկոլական զանգվածը ԱԺ-ում ենթարկվում է ռեպրեսիաների։ Դա մի բանն է։ Այսինքն այդ մարդկանց փակելու են, դրանց տակից ցուցակի տակերով ով գալու է, աշխատում են այդ մարդկանց վրա խոստումներով, փշիփշի անելով, բան։ Այս երկրորդ ճանապարհը դա ընդդիմադիր падգամավորների ցուցակներում պեղել Գեգամ Նազարյաններ, որոնք ընդդիմադիր ցուցակով եկել են ԱԺ եւ արդեն ԱԺ-ում փոխելու են իրենց կողմնորոշումը եւ քվեարկեն ՔՊ-ի նախաձեռնությունների օգտին դրանով ապահովել Նիկոլ Փաշինյանին սահմանադրական մեծամասնության քվեներ, որով նա կկարողանա անցկացնել հանրաքվե, որով փոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ի պաշտպանություն ադրբեջանական շահերին։ Սա ամենակարևոր կետն է։ Եթե սահմանադրությունը փոխեին ինչ-որ ցանկացած ուրիշ թեմայով, դա այդքան ցավալի չէր լինի, ինչքան երբ որ դու գիտես, նախապես գիտես, որ սա բխում է Ադրբեջանի շահերից եւ սա միտված է պաշտպանել Ադրբեջանի շահերը։ Եվ այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը այսօր իր սեփական երկրում, ճաճխի սեփական, իր թշնամական երկրում, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, կիրառում է տարբեր գործիքակազմ, որ շոհեցնի Իլհամ Ալիևին անձնապես եւ նրա կողմից ղեկավարվող երկրին ընդհանրապես։ Ինչի տարբեր մեծ հաշվով բռնություն, ահաբեկչություն, ինչի՞ մեծ հաշվով է դա ինչ է։ Ես վստահ եմ, որ իրանք եւ կաշառք են առաջարկում, եւ պաշտոններ են առաջարկում, եւ պայծառ ապագա են խոստանում, այսինքն քվեարկի Գեգամ Նազարյանը, ասենք, ինչ դրդապատճառներ կարող էր ունենալ լինելով ազնիվ մարդ, որթեկորույս հայր, ինչ դրդապատճառներ պետք է, այսինքն ինչ որ մի բանով իրան մոտիվացրել են, չէ՞։ Որովհետև ոչ մի խելամիտ մարդ չի կարող այդ երանդով ու այդ բանով կրքով պաշտպանել ՔՊ-ին եւ Փաշինյանին։ Ինչ որ մի բանով կոպիտ են արել, չէ՞։ Ու հաստատ դա գաղափարախոսությունը չի։ Հիմա նույնը ստեղ են կիրառում, որտեղ իրանց պետքա առնվազն մի 6 Գեգամ Նազարյան։ Ու այդ առումով եւս մեկ անգամ կրկնեմ, եւս մեկ անգամ կրկնեմ, անցյալ անգամ ասեցի, բայց մի հատ էլ կրկնեմ, որ ընդդիմադիր սեգմենտը ԱԺ-ի շատ ուշադիր պետք է լինի։ Հայաստան եւ Հայաստան դաշինքը։ Այո, շատ ուշադիր պետք է լինի իր անդամների նկատմամբ եւ կանխի նման զարգացումներ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ հույս դնելը, բայց վստահ լինելը ու հանգիստ ապրելը դրա համար պետք է որոշակի աշխատանքներ կատարվեն։ Իմիջիայլոց եթե նկատել եք ազգային ժողովը մի հատ ինչ-որ բան ոչի մեջ են մտել, եկեք հանդուրժող լինենք, եկեք այսպես պայմանավորվենք, սա մի տեսակ տպավորություն է, չէ՞ որ ոնց որ էս փափուկ բարձ է դնում կամաց փափկացնեն, ուժեղ Հայաստանին, այո, հետո տանեն իրանց կողմ ու դե չէ, իրանց սիրած ոչն է։ Ասում է, «Ուտե չուտեք, ուժեղ Հայաստան»։ Քանի անգամ իմ հիշողությամբ երևի մի 3-4 անգամ այդ
Քայլող Ժեխաստանը, եկեք էթիկայի հանձնաժողով, եկեք լինենք բան, չկոպտենք, չհայհոյենք, բան չանենք, չնվաստացնենք, հարգանքով լծվենք իրար նկատմամբ, լինենք, ես չգիտեմ, հանդուրժող միմյանց նկատմամբ, գոլեգաններ, բան էս կոմենկով, այս գոլեգաները կուտում են, անցնում են ինչ-որ քաղաքակիրթ դաշտ, ու ասենք Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, այն Սեյրան Օհանյանին հիշում եք, որ արա գնացել Արտուր Հովհաննիսյանը սպառնալիքները հնչեցնում։ Հացիներով հարցակվեցին։ Հասկանում եք, այսինքն իրանք որ ասում են եկեք լինենք հանդուրժող, այդ նշանակում է որ դուք պետք է լինեք մեր նկատմամբ հանդուրժող, իսկ մենք ինչ ուզում ենք, այնեք կանենք, որովհետև մենք աշխարհի թագավորներն ենք, իսկ դուք չմոյեր եք։ Այս գիտություն ուժը Հայաստանի հանկարծ չոգևորվեք, այդ խաղերի մեջ չմտնեք, այդ լոլոների տակ չընկնեք, ուժեղ Հայաստան, հասկացեք թե ինչ են անում իրենք։ Ես չգիտեմ հենց կոնկրետ ուժեղ Հայաստան։ Դե նրանք արդեն տեսել են։ Նրանք արդեն 4-5 տարի Հայաստան դաշինքը տեսել է, տեսել է ինչ են անում իրանց գլխին, այո, իսկ դուք նոր եք կարող ասեք մենք պուպուշ ենք, նոր ենք, ես ինչ ենք չկա այդպեսի բան։ Ամեն ինչը կգործի մենակ այն ժամանակ, երբ որ հերթական քայլող կակոյնի բուց պատգամավոր կդատվի ատելության խոսք սպառնալիք վիրավորանք հասցնելու համար այն ժամանակ մենք կարողանանք խոսել որ մարդիկ իրոք ուզում են վերադառնան քաղաքակիրթ դաշտ լինել հանդուրժող եւ սկսել են այդ չիստկաները իրանց շարքերից։ Արմինե, եթե մարդիկ որտեղ չի լինի, հասկանում եք, որ ռոմանտիկայի գիրք նկար դու։ Այսինքն այս ռոմանտիկայի գիրք նկար, այս մարդիկ կանգնում ասեմ մի հատ ներեգություն խնդրեք, մի հատ այդ ներեգությանն է կգանք, իրանց արածը հիշում եք այդ Ռուբինյանին, որ առաջին պղծությունով սկսեց, հիշում եք բանի պապիկի նկարը, պապներ կողքը, Ռուբինյանն է պահել այդ Աբաջան պապիկին, որ կողքը պահած նկարը։ Հիմա այս մարդը եկել ասում է դուք չգիտեմ ինչ եք անում, դուք էս եք արել, դուք են եք արել։ Այս մարդուն ասում են Տիգրան Աշենը տալու եք թե չէ, ասենք պատտվում, այս մարդիկ պատրաստում են սահմանադրություն փոխել, այս մարդիկ բերել են նույն հարթության վրա են դնում, հենց այս փուլում Արցախահայության ընդհանրապես այստեղից գնացած ադրբեջանցիներին ու բոլորի վրա քրեական գործեր դատական դուք մտածում եք փոխվել են իրենք։ Ես չեմ ասում իրանք փոխվել են, ինձ սխալ չհասկանա։ Ես ուզում եմ ուժեղ Հայաստանը սխալ չհասկանա։ ՔՊ-ն եղել է ՔՊ, կա ՔՊ ու մնալու է ՔՊ։ Այն կառույցը, որը ծառայում է Հայաստանի ժողովրդի եւ հանրապետության թշնամիներին եւ գործում է Հայաստանի հանրապետության ժողովրդի դեմ։ Սա աքսիոմ է։ Հիմա դրդապատճառների մասին մենք կարող ենք շատ երկար խոսել, կռահել, հիպոթեզներ առաջ քաշել։ Դա էական չի, ինչի համար են դա անում։ Էական է, որ ինչ են նրանք անում եւ ում դեմ են եւ ում կողմ են նրանք գործում։ Ինչ են պատրաստվում անել։ Եվ ամենակարևորը, մարդիկ, որոնք ստով եկել են իշխանության եւ մեզանից պահանջում են ազնվություն, դա անընդունելի է։ Եթե դուք ուզում եք հանդուրժողական վերաբերմունք ձեր նկատմամբ, եթե դուք ուզում եք ազնիվ վերաբերմունք ձեր նկատմամբ, սկսում եք ձեզանից, մաքրում եք ձեր շարքերը, անցնում եք հայամետ դաշտ, ծառայում եք մեր երկրին եւ ժողովրդին։ Այդ ժամանակ մենք կարող ենք սկսել քննարկել ձեզ հետ համատեղ գործունեություն, հանդուրժողականություն ձեր նկատմամբ եւ առհասարակ ներքին ներդաշնակության հաստատման մասին։ Մինչև այդ պահը դուք Հայաստանի Հանրապետության թշնամիներն եք, դաժե թշնամել չեք, դուշման եք։ Դուք այս երկրի ու ժողովրդի դուշմաններն եք։ Ու պահանջել մեզանից ձեր նկատմամբ հարգանք, պատիվ, հանդուրժողականություն, ել չեմ ասում սեր, մոռացեք, չկա տենց բան։ Ու ամենակարևորը եւս մեկ անգամ հիշացնեմ, Թալատին, Ջամալին, Էնվերին պատիժը հասավ իրանց իշխանությունից դուրս գալուց տասնյակ տարիներ հետո։ Եթե ձեզ թվում է, որ դուք այս ամեն ինչը արեցիք ու
անպատիժ է դա մնալու, դա այդպես չի, որովհետև նման կարգի հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, պետական դավաճանությունը չունի վաղեմության ժամկետ, ցեղասպանություն իրականացնելը չունի վաղեմության ժամկետ, կոռուպցիա, ձեր գողացած փողերը, ձեր այդ ամեն ինչը էական չի, էականը այն է, որ դուք ոտնահարել եք երկրի սահմանադրությունը, երկրի անվտանգությունը, երկրի գոյությունը, երկրի ապագան եւ ժողովրդի լինելը։ Ու այդ ամեն ինչից հետո դուք իրավունք չունեք ակնկալել մեր կողմից ինչ որ դրական վերաբերմունք։ Դուք հայ ազգի դուշմաններն եք, հիշեք դա։ Այն տեսարանը թե ինչպես են կալանավորում Գագիկ Ծառուկյանի փեսա, ասեմ, կամ Դստեր ամուսին, ասեմ, Հովիկ Աբրամյանի որդուն, ինչ է փորձում հասնել, ինչ է անում, եւ մտավ արդեն կոնկրետ քննչականի հայտարարությամբ մտան անձնական կյանք, դե միջև այդպիսի բան չկար, չէ՞, ոնց որ թե։ Բանի Արշակ Սրբազանի անձնական կյանք չմտան։ Կաթողիկոսի անձնական կյանք չմտան։ Չէ, այսինքն սրանց համար ես մտածում եմ, այս բանով։ Լսի, սրանք ոչ մի սրբություն չունեն։ Սրա նրա թումբանի մեջ մտած քթներով, այսենց էտա անկողնու հիվանդ, չգիտես, խանգարված ինչ որ sense մարդիկ, ոնց պատատ, ընդ որում ոնց պատտվում են, էլի գալիս են այդ բանի մեջ, վերջը, էդ են իրանք։ Խոսեմ էլի պիտի ասեն, չգիտեմ։ Ես չգիտեմ իրանք ինչ են ասել Ծառուկյանի Դստերի մասին։ Իրական սուտ են խոսել, իրանք ինչ են խոսել, բարձա որ սուտ է։ Հարցը դա չի, ես մի հատ էլ վերադառնամ իմ նախկին մտքին, որ պոռնիկ լինելը ամոթ չի։ Ամոթ է երկրի դավաճան լինելը։ Ես չգիտեմ, ինչ մեղադրանքներ են առաջ քաշում տիկնոջ դեմ, հաստատ տենց մի բան պետք է լինի, էլի։ Բայց ինքը հանցագործություն չի կատարել, իսկ դուք կատարել եք։ Ու մեկ էլ հարց, եթե Արգամ Հովհաննիսյանը չլիներ Ծառուկյանի փեսա, սենց էիք բռնելու, այս շոուները լինելու էր, եթե ինքը լիներ, ասենք, Վլեձաձայի տղեն, կամ չգիտեմ, Հովիկ Ձաձայի փեսեն, նույն էիք անելու, իհարկե ոչ։ Մեղադրանքների մասին էլ կարդացի, այսինքն դուք այսքան տարի սպասում էիք բացահայտված գործը, այսքան տարի սպասում էիք, դուք գիտեիք կատարված հանցագործության մասին, բայց չէիք ձերբակալում, որովհետև հույս ունեիք այդ քրեական գործով շանտաժի ենթարկեիք նրա աներոջը եւ հորը։ Այսինքն առաջի հանցագործը դուք եք, որովհետև հանցագործությունը բացահայտված էր, բայց դուք ոչ մի քննչական գործողություն չէիք իրականացնում, որովհետև ձեզ կաշառել էին լոյալությամբ, բայց հենց լոյալությունը ավարտվեց, դուք արդեն հիշեցիք, որ դուք ունեք ինչ-որ մասնագիտական պարտավորվածություններ։ Հիմա ով է հանցագործն, թե դուք։ Եթե հանցագործությունը եղել պարտակել եք, ուրեմն դուք եք հանցագործ։ Սրա մասին է խոսքը, ինչի եք իրեք տարի լոլոներն ու ստերը։ Արմինե, այս հարցը ես 2 օր արդեն տալիս եմ, տեսեք, բանի մեջ է ընկել, չէ՞, պարզ է սահմանափակումները կան, գնում է հանդիպում է, բան փորձում է համոզել, այնտեղ մի հատ էլ ձուկ արտադրողներին է վիրավորում, այն խոզի կաշին քերտոն ու խոզի միսը վարողուտող, հիմա պարզում է, որ չէ, դրա մասին այցել անգամ եմ խոսում, պարզում է ձուկ էլ բան չի անում, չի ուտում, բայց պարզ է, չէ, նեղ վիճակում է, լոլիկն է, հերթով, այսպես այս բան վիճակում է, մի կողմից սա է անում, մյուս կողմից էլ
այն գործարարներին, որ արարում են, ստեղծում են, սրանց նվաստացնում է, խլում է ամեն ինչ իրանց ձեռքին, դե պարզա չես տեսնելու դու մի ոչչամիտ մատ պատկերացնում եք, որ բերի եւ Հայաստանում ասենք $10,000 ներդրում անի, այս ամեն ինչը տեսնելուց հետո։ Բա հույսը ինչի վրա է դրե։ Հույսը այնա, որ թուրքերն էլ ոնց որ թե ճանապարհը չէ, այդ իր լոլիկ մոլիկ չեն տանում։ Բա ի՞նչ է մտածում։ Ինչքան պետք է բերի պարտքը դնի, հիմա 20,000 ամեն վրա դրել է։ Իմ կարծիքով գոյություն ունի, հայերեն չգիտեմ ոնց է, ռուսերեն կոչվում է սինդրոմ վնուժդինի беспомощности։ Մարդուն դնում ես այն վիճակի մեջ, որ ինքը արդեն համոզվում է, որ ինքը գտնվում է անելանելի վիճակում եւ ընդունում է խաղի բոլոր պայմանները։ Այսինքն ֆերմերը չի կարողանում իրացնի իր արտադրանքը։ Գինին, մթերքը, ամեն ինչը, հա, այսինքն տնտեսությունը պարալիզացվել է, որովհետեւ տնտեսությունը նրա մասին չի, թե քանի վագոն ցորեն ու բենզին Ադրբեջանով եկավ մտավ Հայաստան։ Տնտեսությունը այն է, քանի վագոն ցանկացած եղանակով դուրս եկավ Հայաստանից։ Իդեպ ասած դա չի վերաբերվում, ասենք մոլիբդենին, դա չի վերաբերվում այն ապրանքներին, որոնց մեջ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ խմբակցությունը ունի անձնական շահ, որտեղ բոլոր խոշոր ընկերություններում պետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանը ունի իր 15%, իսկ բարձր 15%-ը չի գալիս ընկնում ձեր թոշակների հաշվի վրա։ Դա գնում է իրանց անձնական ծախսերի, իրանց պարգևավճարների, իրանց հիպոթեկները փակելու վրա։ Դրա մասին չենք խոսում։ Այսինքն հիմա այդ գյուղացիներին, այդ արտադրողներին բերում գցում են այդ անելանելիության գաղափարի ներքո, որ ասում են դե տերմս, այ հիմա եթե դու ինձ ձեն տաս, եթե դու էս անես, ապա ես կնպաստեմ նրան, որ քո պամիդորն է, չգիտեմ, ձուկն է, միսն է, երշիկեղենն է, կարողանաս արտահանես։ Երբ որ Ադրբեջանը իրոք կհարցակվի կամ ինչ-որ պահանջ կներկայացնի Հայաստանի դեմ եւ նա այդ պահանջը կբավարարի, այդ նույն յուղացուն կասի, բա եթե ուզում ես որ պամիդորը արտահանվի, ընկեր ջան, բա պետք է զիջում անենք։ Ֆերմերն էլ կասի հա էլի, որտեվ ուրիշ տարբերակ, ախր խեղճ Նիկոլը ինչ անի է, ինքը ուրիշ տարբերակ լսել եք, չէ՞ այդ բանը, բանաձև, խեղճ Նիկոլը ինչ մեղավոր է, խեղճ Նիկոլը ինչ անի։ Այդ սինդրոմ վնուժդինի беспомощности դրսևորումն է։ Տենց Արցախը տվեց։ Տենց Արցախը տվեց, Հայաստանի տարածքները տվեց, հետո ասեց հասկանում եք, այսինքն հիմա ձեզ բերում մտցնում են այդ ծուղակ, որ դուք ասեք, հա դե ուրիշ տարբերակ չկա, սա միակ տարբերակն է։ Էդի դե իրանց մաշկից հեռու է, արցախցիներին էսա, բայց իրանց մաշկն է, ոչինչ։ Արցախցիներ չկան, հիմա արցախցիներ չկան, որ ասում են Նիկոլը ինչ մեղք ունի։ Լիքը։ Դե տավարի ցավ ամեն տեղ կարող է։ Չէ, այդ մարդիկ են, որոնք ընդունել են այդ գաղափարախոսությունը, որ գտնվում էինք անելանելի վիճակում ու միակ տարբերակը ծաղկող հանրապետությունը անելանելի վիճակում։ Հասկանում ես, այդ մարդկանց ինչ որ մի բան բացատրելը անիմաստ է։ Կարաս վիրավորես իրանց, կարաս բացատրես, կարաս տփես, հա, ոչինչ չի փոխվի, որովհետև ինքը այդ սինդրոմի տակ է գտնվում։ Հիմա նույնը անում են ասենք Արեցյան դաշտավայրի ֆերմերներին։ Նույնը անում են ցանկացած տնտեսվարողի, որը պետք է վաղը չէ մյուս օրը պաշտպանի Նիկոլին մեզանից։ Ասենք Գեղարքունիքի մարզ, Սոտքի կողքի գյուղերը, որ գնում են Նիկոլեն ձեն տալիս, որ հարցնում ես, խի ասում մեզ գյուղացի կտվորուհի ինձ կյանք է սովորացնում, ասում է դու չգիտես ինչ բան է սահմանամերձ գյուղում ապրել։ Նիկոլն է, որ մեզ պետք է կարողա պաշտպանի։ Հասկանում եք, ինքը բացի Նիկոլից ուրիշ ելք չի տեսնում, որտեղ իրան այդ ելքերը ցույց տվող չկա։ Ինքը գտնվում է այդ անելանելիության բանում, ծուղակում։ Իսկ տնտեսությունը երբ է Նիկոլ Փաշինյանին հետաքրքրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, մի հատ կպատմեք ինձ։ Արմինե, սահմաններ ասեցի, ուրեմն վերջին 3 տարում Տավուշում կրճատվել են գործազուրկ են դարձել 285 մանկավարժ, որտեղ փակվել են դպրոցները։
Բա Ես դրա մասին եմ խոսում։ Իսկ այդ դպրոցները կբացվեն այն ժամանակ, որ այդտեղ կգան կբնակեցվեն ադրբեջանցիներ։ Շենքը տկա, զգաստ, պատրաստ, արդեն սա կահավորված ամեն ինչը տեղը տեղին։ Պրոստը դպրոցները իրանց իսկական բնակիչներին են սպասում։ Ոչիլի պատմության նման աշակերտներին։ ասում թող ներողություն խնդրի Էդգար Ղազարյանը։ Ինչի համար առասարակ պիտի ՔՊԱ-ականները ներողություն խնդրեն, խնդրեի մի քանի ինչ-որ բան առ։ Դե իրանք ասում են պիտի Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի, Ինչի համար։ որ ասել են սակրավորները, ովքեր որ գնում են ականազերծում են այդ տարածքները, որ հանձնեն ադրբեջանցիներին, իրանց էս պատիժը հասնում ինչ որ բան ասել, ասեմ դի ներողություն խնդրի, մոռանալով թե իրենք ինչ են ասել, կուզենայի որ դուք ընդհանրապես հիշեցնեք եւ մի հատ էմորասման նոր ենք ստացել, բայց նախկինում եկար Սոնա Ղազարյան։ Նշեք գետ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Ջերմուկը, իշխանասարը, Տավուշը, Տավուշը, Գեղարքունիքի տարածքները, ու հələ ոչ միայն զիջել եք, այլ նաև զիջելու եք։ Նկատել եք, չէ, որ ինչքան անգրագետ եք կա, սաղին sense հավաքագրել են ԿՊ գիտաշխատողի հարցը, եսի ինչա։ Իսկ հարց լինելը գիտաշխատող լինել չի, նման բաները սեռական ճանապարհով չեն, գիտելիքը սեռական ճանապարհով չի փոխանցվում։ Ես գիտեմ ինքը ում կնիկն է, ում աղջիկն է, ում հարցն է դա էական չի։ Ընտանեկան մի հատ։ Բայց ես կարող եմ ֆիքսել մի բան, ինչքան անգրագետ տուպո եք կա, սաղին հավաքել են ԿՊ-ի շարքերում, այն Հասմիկ Հակոբյանն։ Ես գիտի այդ մեկ էս նոր նմուշ որ բաներ անում, նստած պարզ ճակատով մեզ համոզում էր, որ Ադրբեջանից Հայաստան պոեզներ են մտնում։ Ասենք դրա մասին բացի Հասմիկ Հակոբյանից, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը երևի գիտի, էլ ոչ ոք, որովհետև նման բան գոյություն չունի, բայց ինչ զայրացնում է այն համոզմունքը, որով նրանք պնդում են կեղծ տեղեկատվություն։ Մարդը ինչքան տգետ է, այդքան բանը համը։ Մայր սա է, ընկեր ջան, քարտեզը բաց է սանում։ Հատ բանին էլ Ասրյանին էլ ասում ես Ասրյան ձյաձա մի հատ կարաս բաներով, sense դերոշներով նկարես որտեղ են ադրբեջանցիները։ Ու դա դնում ես Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա ցանկացած ժամանակահատվածում ու զմայլվում ես քո շեֆի կատարած աշխատանքով։ Քո դեբիլություններով։ Ինչ վերաբերվում է ներողություն եւ Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյանին ես լսում եմ արդեն տարիներ շարունակ։ Հումորը բանը սա թողենք մի կողմ։ Էդգար Ղազարյանը ունի առաջի հերթին կրթություն, երկրորդ հերթին գիտելիք եւ երրորդ հերթին հատկություն, որ նա երբեք չի հնչեցնում միտք, որի տակ չկա հիմնավորում, փաստ եւ հիմնավորում, քրեական օրենսգրքի հոդված, սահմանադրության հոդված եւ կոնկրետ վկաներ, որոնք կարող են բան անել, իր ճիշտ լինելը բան անել, պնդել։ Սա Էդգար Ղազարյանի կարևորագույն հատկանիշներն են։ Ու երբ որ Էդգար Ղազարյանը հատկապես թիվ 1 ամբիոնից ինչ որ մի բան է հնչեցնում, դաժե կարիք էլ չկա գնալ ստուգել։ Վստահ եղեք, որ ինքը արդեն տակը ունի մի շարք փաստ, մի շարք հոդված եւ մի շարք մասնագիտական եզրակացություն։ Չէ, եթե ԿՊՇ-նիկներին կարևոր է, որ ինչ-որ մեկը իրանցից ներողություն խնդրի, առաջերտին սովորեք ներողություն խնդրել դուք Ռուբինյանի կեղծ պապիկի ամեն ինչի համար, իսկ ասեին Դավաճան, եթե պատերազմով չտայ, հետո ասե Նիկոլն ասել, չէ։ Հետո բերել պատերազմ։ Ընդունեք ձեր սխալն, ոչմ այն ինչ որ ես մինչև այդ ասեցի, միած սկսում եք ձեզանից, հետո նոր ակնկալում եք դիմացինից։ Սա ինչ վերաբերվում է Էդգար Ղազարյանին։ Եթե ասել է, ուրեմն տենց էլ կա։ Դուք քրեական գործերից խոսեցիք, որ համատարած նաև առիթ եղել է, շնորհակալ եմ նաև մեր թեմայով էլ խոսել եք, հիմա արդեն հասել են մի փուլ, գիտեք, որ քանի գործ կա, իմ անձի հայելու նկատմամբ արդեն անցել են ֆինանսական այդ պահանջների, դատարանն սկսել է այդ որոշումները կայացնել, այսինքն մի մասին այդ ճնշումներն են, մյուս մասին ֆինանսական, էլ չեմ ասում այս բան հարցակումները։
Բա ուրիշ Իմիջիայլոց ձև բան ոնց տեղում երեկոց Բա մենակ ուրիշ Ալեն ձև- Սիմոնյանն է այն։ Բա ուրիշ Եթե ձև կողմը ոնց ուր է լրացնի հայտնվել։ ձեզ։ Ինքը ունի բան, ինչ որ ուրիշ լծակ չունի, շանտաժի թեմա չկա, սպառնալիքի թեմա չկա, մնում է խփել գրպանին, հիմա մարդը օգտագործում է այն գործիքը, որը նրա բանի տակ է։ Ես հուսով եմ, Ալենի ձեռքով կամ Կապ չկա, Ալենի ով ուզում ա լինի, հարցը դա բռնողի, չի։ նա Ես հույսով եմ, որ գնալու եք Եվրոպական դատարան, ու այդտեղ փողերը հետ եք բերելու։ Որովհետև չի կարելի թույլ տալ պիղծ դավաճաններին իրանց հաղթող զգալ, որտեղ նրանք պարտվել են մեր պատմության ամենակարևոր մարտը։ Հանձնել են մեր հայրենիքը։ Եվ չեն Մնացած բոլոր հաղթանակները չեն առե Արմինե հանձնել։ Եվ շարունակելու են։ Մնացած բոլոր հաղթանակները փոշի են։ Անկամ եթե մեկ էլ տեսար Ռուբեն Ռուբինյանը ֆիզիկայից օլիմպիադա շահի։ Դե լավ հատուկ։ Դե ֆիզիկան հատուկ եմ ասում, որտեղ ինձ փորձում էին դատել, երբ որ ես Ռուբեն Ռուբինյանին անվանեցի Տորիչելյան դատարկություն, ինձ փորձում էին դատեին այդ խոսքի համար, երբ որ Ռուբեն Ռուբինյանը ֆիզիկայի օլիմպիադա կշահի, մեկը այդ հաղթանակը ոչինչ է Ռուբեն Ռուբինյանի ամենամեծ պարտության դիմաց։ Շնորհակալություն։ Խնդրեմ։